Շնչակտուր գնում եմ խանութ ընկերներ ողջույններս եթե չհասցնեմ այսօր սոված ենք մնալ, որովհետև օրը ուրբաթ է ժամ 11:11 չեմ հիշում 12-ին էին փակում թե 1-ին էին փակում, հետո վերաբացում են ժամը 3-ից հետո մենք չենք հասցնի, ես չեմ հասցնի ընթրիք, ոչ ճիշտն ասեմ չեմ էլ իմանալ ինչ եմ սարքել ընթրիքին այսօր, տեսնեմ ինչ կհայթայթեմ խանութում, Ալեքսը լոբուց լրիվ հրաժարվել է, չեսն է դեպենց չի սիրում, մտածում եմ գուցե բամյա վերցնեմ, բամյա ճաշ սարքեմ, թե կարտոֆիլ պյուրե սարքեմ, պյուրե էլ չի սիրում Ալեքսը, կարտոֆիլ ֆրի սիրում է, բայց պյուրեի տարբերակով չի սիրում, տեսնենք ինչ կպատահի մեզ այսօր խանութում, էդ էլ կսարքենք։ Առևտուրս թե ինչ արագությամբ արեցի, այդ մենակ ես գիտեմ, իր ժամանակ 1-ին էին փակում հաստատ խանութը, բայց հիմա 12-ից փակում է, և ասում եմ արդեն դռները փակել էին, ես որ դուրս է գալիս, ոչ ոքի ներս չեն թողում, վերցրել եմ կոլակ, որովհետև առավոտից վկրատություն եմ թողում տեսան, չգիտեմ ինչից է, բայց սա փոքրիկ։ Կարելի է ձմերուկ էլ վերցնել, բայց Ալեքսանդրին եմ խոստացել փոխկատպրոցից իրար հետ գնամ, ինքն է ուզում ընտրի, ընկերներ, մենք գնանք հասնենք տուն, ես ինչ փոշի է, ես ինչ փոշի է, արդեն սովորական է չնայած դառել, որ բերանիդ մեջ անընդհատ փոշի է դրած, ինքնց իրավիճակ է, երբ որ տանն էլ, տանից դուրս գալիս չէ մենակ, տանն էլ, Գնումներս այսքանն էին այսօրվա, հաց, գազար, ձու, հարկավոր կլինի մոտորերս լոլիկ, լոլիկը նոր էին ստացել լավներ, մի քիչ կանաչոտ է, բայց կհասնի, այստեղ բամյա վերցրեի, բամյայով ապուր կպատրաստեմ, այսօր կամ վաղ այսօր մտածում եմ կամ կարտոֆիլ կտապակեմ, կամ պյուրե կսարքեմ, ուրիշ բաներ ունեմ, ոսպով ապուր էլ ունեմ, այդ ոսպով ապուրի հետ ոնց որ երևի կարտոֆիլը, վաղը արդեն բամյայով կպատրաստեմ, յոգուրտ վարունգ, սուրճը այսօրվա, սուրճը սա արդեն բանի հետ է խառնած, ինչ էր անում, չիկորի հետ 60% սուրճը, 40% չիկորը գիտեք, ես Բելգիայում էլ օգտագործում էի, առողջության համար շատ լավ է, չիկորեն գիտեք, Բելգիայում էլ շատ են օգտագործում, այն մարդիկ ում չի կարելի արգելված է սուրճը, իրենք կարող են օգտագործել չիկորը, որովհետև ամբողջությամբ համը նույնն է, սուրճի համ ունի, բայց չունի սուրճի ազդեցությունը ու համ էլ մաշկի համար է շատ լավ, վիտամին E, վիտամիններ ունի, մի խոսքով շատ լավ է, բելգիացիները պարտադիր, բելգիացիները, ֆրանսիացիները պարտադիր խառնում են, ես էլ միշտ խառնում եմ ու իսկապես շատ ավելի համեղ է ստացվում, այստեղ առաջին անգամ տեսա չի նկատել, որ խառնած արդեն ունեն, ինչևէ ընկերներ ջան, և վերցրել եմ մատիտներ, Ալեքսի համար սև գույն սովորական մատիտներ են, այդ մեկը ոնց որ թե, ոնց որ բռնելու համար է ոնց որ թե լավ, սենց հատուկ կտեսնենք ոնց է, ռետիններ ավելի ճիշտ, միշտ որ իրան պետք է, կանոնն է կորցրել, կանոն, որպես ճամփորդական փորձ ունեցող մարդ ինձ հետ 2 հատ ասեղ էի բերել, բայց գլուխները կոտրվել են, չեմ կարող ասել ինչի, ինչ-որ չգիտեմ ինչեր եմ կարել, բայց դե կոտրվել են, դրա համար ստիպված եղա նորը գնելու, այսքանն էին իմ գնումները, այսքանին վճարել եմ 1327 ռուփի իմ սիրելի բարեկամներ, հիմա արագ տեղավորում եմ ու մեր վլոգը կշարունակենք։ Լվացքս վերջացրի, աղջիկ դենց մեկը հարցում էր Լիանա ջան, լվացքը ձեռքով ես անում, այո, հիմնականում ձեռքով եմ անում, որովհետև Ալեքսի հիմնականում այդ դպրոցի շորերը պետքա ոնց որ հաջորդ օրը պատրաստ լինի կամ մի օր հետո պատրաստ լինի, դրա համար չեմ հասցնի, օրեր կան, որ Ջեսի գործի տեղը, այնտեղ գիտեք լվացքատուն կա, հետը տանում է, բայց բաներ կան, որ ուղղակի ես նախընտրում եմ տանը ինքս անեմ։
լվացքի մեքենայի համար ճիշտն ասած, այստեղ մատչելի են շատ լվացքի մեքենաները, գիտեք, կա ֆաբրիկա գործարաններ ունեն, որ արտադրում են, հենց այստեղ են արտադրում, ու $150 սկսած կարելի է լվացքի մեքենա անել, գնել շատ էժան են, որպես լվացքի մեքենա, ինչի չեմ գնել մինչև այսօր ես լվացքի մեքենա։ Երբ որ մենք եկանք այս տուն, բնականաբար տան ոնց որ պատասխանատուն, տնտեսվարը, այսպես ասած, եկել էր, որպեսզի ներկայացներ տունը, ինչ կա, ինչ չկա։ Իմ առաջին հարցը հենց այդ եղավ, իսկ լվացքի մեքենա կա, ասեց չէ։ Ես էլ հարցրի, իսկ ինչպես պետք է անենք, ասեց, որ հնարավորություն ունեք, դուք կարող եք գնել, սովորաբար լվացքի մեքենան չի ներառվում, այդ ոնց որ դուք պետք է գնեք։ Ասեցի լավ, գնեցի, իսկ ոնց եմ դնելու, որտեղ եմ դնելու, մենք ունենք երկու լոգարան, հենց միացնեմ, որպեսզի ավելի պարզ լինի։ Ուրեմն, բայց ինքը լոգարանները փոքր են, տեսեք, այստեղ սենց ցնցուղի համար ուրիշ տեղ չկա, դուռը ոնց որ բացել փակելու համար, լոգարանում առանձին տեղ հատկացրած չկա լվացքի մեքենայի համար։ Երբ որ հարցրի, իսկ ինչպես ենք անելու, ասենք, տեղ չկա, մենք երկու լոգարաններն էլ օգտագործում ենք, որովհետև նայեք ջրի այս տաքացուցիչը ինչքան փոքր է։ Ես օրեր են լինում, ազնվությամբ եմ ասում, որ այն լոգարանում սկսում եմ, մազերս լվանում եմ, հետո վազելով գալիս եմ, լույսը անջատվեց։ Այս լոգարանում մարմինս եմ լվանում, որովհետև այս ջուրը չի բավականացնում։ Սա մի պահ էլ կար մազերս ավելի երկար էին, նույնիսկ չի հասցնում մազերիս մի կեսը լվանայ ու ջուրը սառում էր, իսկ այն մի քիչ ցուրտ սեզոնին էլ ավելի ոնց որ մրսում էի։ Մի խոսքով հնարավոր չէր այդպես բլոկ անել ու որոշեցինք, որ չէ, լվացքի մեքենա չենք գնում։ Բայց ես տենց մի քանի ամիս հետո դե տան պատասխանատուն, որ այդպես էր ասել, ես չէի էլ պատկերացնում, որ կարելի է նաև ուրիշ տարբերակ մտածել։ Ես խոսում եմ այստեղի հայ աղջիկներից մեկի հետ, այդպես էլի ասեցի, որ սենց տարբերակ էր էլի, պետքա բլոկ անենք լոգարաններից մեկը, ինձ բացարձակ հարմար չէր, ասեց Լիան, ասեց, հնդիկները լվացքի մեքենան դնում են բալկոնում, ոչ թե խոհանոցում կամ խոհանոցում էլ տեղ չկա էլի։ Ասեց, բայց հնդիկները լվացքի մեքենան դնում են բալկոնում, ասեց, մի հատ բալկոնում տես, եթե ծորակ ունես, ուրեմն են հատկացրել։ Ես մի քիչ ուշ ոնց որ չէի պատկերացնի երբևէ, որ լվացքի մեքենան կարելի է դնել բալկոնում։ Այն մեկը ստուգեցի, այնտեղ չէր, այդպես չէր։ Սակայն եկեք այստեղ էլ ցույց տամ, ընկերներ ջան։ Ուրեմն այս ծորակը, որ տեսնում եք, սա նախատեսված է լվացքի մեքենայի համար։ Այս լույսը, այս բանն էլ էլի լվացքի մեքենայի համար է։ Ջուրն էլ երևի այստեղից պետքա գնա սենց ինչ որ պետքա գնա, հոսի չեմ իմանում ոնց պետքա լինի, բայց սա է փաստորեն լվացքի մեքենայի համար նախատեսված։ Շատ ուրախացա, մտածեցի, դե լավ, գնամ լվացքի մեքենան գնեմ, բայց մի ամբողջ օր տրամադրեցի Amazon-ին, որպեսզի տեսնեմ, թե որ լվացքի մեքենան գնել, այդպես էլ բաների մեջ գրած էր տարբեր բաներ կային։ Չկար մի մեքենա, որը խնդիր չունենար, կամ առաքման հետ էր խնդիրը, կամ ինչ-որ շլանգի հետ էր խնդիր, ինչ-որ ծորակները չէր բռնում, սենց պետք է լիներ, ու միշտ ինչ-որ բաներ կային, բողոքներ կային։ Այդ ժամանակ էլ մենք առաքման հետ խնդիր ունենք, եթե կհիշեք, ինչ պատվիրում էինք Amazon-ով չէր գալիս, տեղ չէր հասնում, գնում էր կորում էր, հետո նորից գումարն էինք հետ ուզում, մի խոսքով տենց երկար բարակ պատմություն էր ու ես էլ քայմ որ չգտա մի հատ նորմալ մեկնաբանությունով, որ ինչ-որ մեկը review-ով, որ ինչ-որ մեկը գնել է ու գոհ է, տենց չգնեցի, թողեցի։ Դե հիմա էլ արդեն ոնց որ թե անիմաստ եմ գտնում էլի։ Բայց ընկերներ, մի բան էլ եմ ուզում ասեմ, չգիտեմ նկատել եք թե չէ, ձեռքով լվացքը շատ հանգստացնում է նյարդերը։ Երբևէ փորձել եք, եթե չեք փորձել, եթե մի փոքր անհանգստություն ունեք, ինչ-որ մի թեմայի շուրջ, ես չունեմ, բայց նկատել եմ, որ դա շատ մի տեսակ վատ էներգիա, որ ունենում եք, այդ էներգիան ամբողջությամբ
այդ լվացքի ժամանակ դուրս է գալիս։ Չգիտեմ, ինձ օրինակ սա կարա շատ լավ ճիշտ է ֆիզիկական աշխատանք է, բայց միևնույն ժամանակ հակադեպրեսանտ է, համոզված եմ, որ եթե փորձել եք, իսկ եթե ովքեր որ փորձած լինեն, մի հատ փորձեք, կասեք, արդյոք համամիտ եք իմ հետ, թե չէ, բայց այն կինը, որ ջղայնացած է, փորձեք ձեռքով լվացք կանել ու կտեսնեք, թե ոնց եք խաղաղվելու, ընկերներ ջան։ Այսքանը այս պահի դրությամբ գնացինք։ Colorful. Which color do you choose? Colorful. This one? Հա։ Number, which number do you choose? Number 1. 1. It's maybe a good one or a bad one. No! Again, no. You said, let me show you one. All of them. Look at all of them. Good. Yum. Yum. one. Number 2 is yum. No. I'm going to choose the number 2. Color. Խաղա սարքել Ալեքսանդրը։ Դպրոցի ժամին ես զբաղված եղել դրանով։ Color, which color do you choose? Blue. Blue? Հա։ Number, which number do you choose? Number 2. 2 or 1? 2. Or infinity? Infinity is good. Չէ, թուն չէ որ yum։ No, infinity is yum. Okay, infinity ուրեմն։ Even this, check what this. Արի շուտ գնանք, որ Check what this 2. հետո գնանք ձմերու կառնենք, արի։ Այս մարդը օծ էր բռնել։ Տեսար։ Snake։ Տարավ գցեց ես այնտեղ բռնեց։ Պատից տարավ գցեց։ Yeah. Պատից ենկում տարավ։ Օծին բռնեց։ Չհասցրեցի տեսնեմ։ Հա։ Շինարարություն են անում, չէ, այնտեղ։ Օծը դուրս արկել։ I can't see. Ես տեսա, ուղղակի չհասցրեցի նկարեմ։ Ափսոս իհարկե։ Էդ էլ մի բան չի, ոնց որ իրանք երևի գտնում են, տալում են, այնտեղ իրանց են գցում, իրանք է գտնում են, իրանց են գցում այդ օծին։ Հա։ Which color do you choose? Blue. Blue. Number, which number do you choose? 5. There's no 5. No 5. Oh yes, there's 5. No! Վայ, նո, էլի մաման նոյին հանդիպեց։ 1 and 5 is together. Արի դե։ Իդեպ օծերը մեր համար մի տեսակ սովորական են դարձել, սովորել եմ, որ օծին տեսնեմ, պետք չի վախենալ, երևի չեմ էլ վախենա էլ, արդեն նորմալ կտանեմ, նամանավան գիտեմ, որ օծին տեսնելիս ուղղակի հարկավոր է թողնել, որ ինքը գնա անցնի, քեզ չի գա, չի վնասի, եթե դու չգնաս, ինքը վնասում է, խայթում է, միայն այն դեպքում, եթե դու իրան մոտ գնաս ու ինքը վախ զգա, այդ ժամանակ քեզ կխայթի իր պաշտպանական միջոցն է մեղմ ասած։ Իսկ եթե թողնում ես այդպես թեկուզ ասված սովորաբար օծերին կհանդիպես, այս մի տարածքից ասենք, որ գնում են այս մի տարածք, հիմնականում իրանք խոտերի, հողերի մեջ են լինում, ասֆալտը իրանց չի գերում այդպես, հարկավոր է ուղղակի թողել, որ ինքը անցնի, հերվանա, հետո նոր դու այդ շոտ արագ են գնում, այնքան արագ են գնում, որ էլ ասելու չի։ Ես չի տեսել, որ օծը տենց արագ է սողում։ Քանի որ խոսքը գնաց հնդկական տներում առանձնահատկությունների մասին, այսպես ասած, մյուս առանձնահատկությունը դա գազն է։ Ես առանձին աղջիկներին պատասխանել եմ, շենքում գազ կա թե չկա եւ ընդհանրապես ինչպես է լինում, բայց այսպես մեկ տեսանյութում ես ամբողջությամբ կներկայացնեմ։ Այսպես շենքերը գազ ունենում են, սա մեր գազի խողովակն է։ Գազը սովորաբար դնում են հիմնականում տներում, հա, հիմա մեր հարևանների տները որտեղ որ գնանք, ովքեր որ գազ են օգտագործում, սրա նման
էլի այս հաստության կարող է մի քիչ հաստոտ լինի ավելի, ուղղակի գազի համար նախատեսված 2 աչքով կամ 3 գազի այդ աչք ենք չէ ասում դրանով սենց պլիտա է, որը որ գնում ես խանութից, բերում ես, միացնում ես այստեղ, բացում ես ու կարող ես ունենալ գազ։ Գազը հիմնականում այդպես է լինում, կահույքի վրա այդպես դնում են, գնում են, բերում են, դնում են։ Կամ էլեկտրական, իմը էլեկտրականն է, հիմնականում էլեկտրականները այս տիպի են լինում, սա իմը 1 հատանոցն է, լինում է սրա 2 հատանոցը, հիմնականում 1 կամ 2 հատանոցը ըստ, եթե ընտանիք է բնականաբար 2 հատանոցն են ունենում, իմը 1 հատանոցն է։ Սա ինչ վերաբերվում է գազին ընկերներ ջան։ Այս տարեբերակ օրինակ ինձ համար նորություն էր, Հնդկաստանում եմ ես միայն սա հանդիպել եւ օրինակ եվրոպական տներում այդպես չենք հանդիպի շատ, որ գազը այդպես շենքերից գա, սենց այս տարբերակով լինի սա եւ հնդկական խանութների առանձնահատկություններից է։ Մյուսը ջուրը։ Եվ եկեք ամենավերջին կետը ասեմ ջուրը։ Ջուրը եթե գիտեք Հնդկաստանում ու շատ երկրներում ջուրի խնդիր ունեն, ծորակից եկող ջուրը բակտերիայով է, սրանով չի կարելի նաև ոչ ափսեները լվանալ, ոչ մրգերը լվանալ, բանջարեղենը լվանալ, այսինքն կարելի է լվանալ, բայց միայն ու միայն հարկավոր է օգտագործել ափսեների հեղուկ։ Հեղուկի մեջ ասել եմ նաև մի կաթիլ դետոլ եմ ավելացնում, կան նաև որ դետոլը հենց ինքն էլ արտադրում է ու վաճառում է ափսեները լվալու համար, եթե հանդիպում է դա գնում եմ։ Ինչի չի կարելի, որովհետև ինքը ջուրը գալիս է բակտերիայով, բակտերիան եթե ուղղակի վերցնես թեկուզ սենց ափսեն, ենթադրենք մաքուր ափսե է, ուղղակի մի կես ժամ դուրս այստեղ դրված է եղել, ասում ես դե լավ, մի հատ սենց ոնց որ ջրի տակով անցկացնեմ մաքրվի, հետո օգտագործեմ, այդպես չի կարելի անել, որովհետև հակառակը կկեղտոտենք ափսեն, բակտերիաներ կնստեն, հարկավոր է, որպեսզի օճառով անպայման օճառ անել, որպեսզի բակտերիաները ոնց որ ամրացած չլինեն, ինչի համար է օճառը օգտագործվում, որպեսզի այդ սղլիկ լինի եւ բակտերիաները ջրի հետ հեռանան։ Ամեն անգամ ափսեները լվալուց հետո ես նաեւ այս հատվածում սենց լվանում եմ դետոլով, էլի որպեսզի բակտերիաներ չլինեն։ Ջուրը օգտագործում ենք խմելու համար միայն ու միայն այս սարքով, այստեղ ֆիլտր է լինում, սա ֆիլտրն է, այստեղ է ջուրը հավաքվում ֆիլտրած, սա միակ ջուրն է, որը մենք օգտագործում ենք խմելու համար, կան մարդիկ ովքեր գնում են, կարելի է գնել շշերով, ավելի ասում են լավ է քան ֆիլտրած ջուրը, որովհետև սա էլ քիմիական ֆիլտրացում է անցնում, բայց ամեն դեպքում օգտագործում ենք ամեն 6 ամիսը մեկ հարկավոր է այդ ֆիլտրը փոխել ու համոզված լինել, որ ջուրը թարմ է, մաքուր է։ Ֆիլտրվում է ջուրը, այս շլանգը որ տեսնում եք, այստեղից գալիս է արդեն ոնց որ կեղտոտ ջուրը, այդ որը որ ֆիլտրացում անցել է, մաքուրը հավաքվում է այստեղ, մնացորդը գալիս է այստեղից դուրս է գալիս։ Դրա համար նաև եթե փոքր կտրվածք է լինում կամ ինչ որ մի բան է լինում, որպեսի ձեռքի վրա, որպեսի բան չանցնի, արյան վարակ չանցնի օրինակ, ինչ որ հիվանդություններ ձեռք չբերեք, հիմնականում դե կտրվածքը արյան վարակն է, հարկավոր է ջրի հետ չգործածվել, այդ ժամանակ ջուրը չենք օգտագործում։ Տղամարդկանց համար խորհրդատրվում, եթե իրանք պետքա դե թրաշվում են, չէ, բրիտվա են օգտագործում, ջրի մեջ էլի մի կաթիլ դետոլ են օգտագործում, որպեսզի ջուրը արդեն իսկ մաքրվի, նոր օգտագործեն, ավելի ապահով լինելու համար։ Սա է ջուրը, ատամները լվալու համար նույնպես այս ջուրը չենք օգտագործում, այլ այստեղից արդեն սպետի կանեմ, այս ջուրն ենք օգտագործում, որպեսզի մաքուր լինի։ Ինձ թվում է ջրի հետ կապված էլ ես ձեզ պատասխանեցի ձեր հարցերին։ Բելգիայում էլ մենք օրինակ ծորակի ջուրը այդպես չենք խմում, բայց այնպես չի, որ այնտեղ բանա գալիս են, ինչ անունը, բակտերիայով ջուր է գալիս, ոչ, Բելգիայում ջուրը էլի քիմիական մաքրում անցնում է, կարող է ծորակից խմել, ուղղակի շատ կալկեղ է լինում, շատ բան է լինում, ինչ անունը,
կալկեղ էլի, ստեղ կալկեղի համար օրինակ միջոց չեմ գտնում, տեսեք այս նալյոտը, խանութներում միակ բանը, որ կարողացել եմ գտնել, դա դետոլն է, մեծ շշերով վաճառում են, օրինակ Բելգիայում այտենց չեն վաճառում, դետոլը անձեռոցի կա, որովհետև մենք այնտեղ շատ չենք օգտագործում, բայց կուզենայի նաև այս նալյոտը մաքրելու համար ինչ-որ միջոց լինի, բայց չկա հիմնականում կամ ափսել լվանալու հեղուկներն են, կամ դետոլը, որը որ կարելի է գտնել, ուրիշ բան չեմ նկատել։ Ընկերներ, սակայն ինչպես ասում են, ամեն ինչին կա լուծում, ինչ եմ անում ես այս նալյոտի համար, որպեսզի վերառնա, ավելի բնական միջոց եմ օգտագործում, խնձորի քացախը ավելացնում եմ այս սրա վրա, և սա եմ օգտագործում, ավելացնում եմ այսպես, ջանի, և սրանով եմ անում, մի քիչ թողնում եմ, այսպես, հա ջանի, էլի համ դիզինֆեկցիա է անում, համ էլ էդ նալյոտն ավելացնում, մի քիչ երկար ուղղակի պետք է թողնեմ, բայց դե քացախ է, ոչինչ որ մի քիչ երկար թողնեմ, այսպես թողնում եմ, նալյոտը այսպես է վերանում, ու այս սևն էլ ինքը գիտեք, սևը գեղեցիկ է սկզբում գնելուց, սակայն նալյոտը շատ է լինում, ես օրինակ իմ տան համար երևի թե սևը չեմ ընտրի, հենց այս նալյոտի համար, ջրի կաթիլները շատ են մնում, դժվար է պահելը, գեղեցիկ տեսք ապահովելը, սա մեր ջրի պատմությունը, ինձ թվում է ես ամբողջությամբ պատասխանեցի, մեր հայկական ջուրը ոչ մի երկիր չունի, որտեղ բացում ես ծորակը ու գալիս է լեռներից հոսող մաքուր ջուր, ինձ թվում է մեկ ուրիշ երկիր եթե ունենար մեր ջուրը, այնպիսի մի մարքեթինգ կաներ, օրինակ եւ ամբողջ երկիր մոլորակը կճչար, որ ջուրը ինչքան լավն է, մարդու համար ամենակարևորը ինչ է, առանց նավթ էլ կարող ես ապրել, առանց գազ էլ կարող ես ապրել, բայց երևի թե առանց ջուր չես կարող ապրել, մենք ունենք ամենամեծ հարստությունը, որ պետք է լավ օգտանանք մեր ջրի մասին, այսքան ընկերներ ջան, այս ոտի շատ լուրջ գործով են, շատ լուրջ գործով են, քանդում են, էդ ինչ եք անում? Can I test it? Yeah, test it. Hurry up. Whoa. Good, I can live Where did Alexander go? Maybe we have to... Ari. I live in Kia. Հա, Ari. Ապուր եմ պատրաստել, բայց Let's make a little bit. հունական տարբերակով եմ պատրաստել, հունականի մեջ սենց ինքը խիտ է լինում, գազար եմ ավելացնում ու անպայման կիտրոնի հյութ ենք ավելացնում, թթվար, այս ոսկո վապուրը, սիսերո վապուրը, էլ որը, Okay, go eat your dinner now. սպիտակ լոբո վապուրը, իրանք էլ սիրում են պատրաստում են, բայց անպայման կիտրոնով են մատուցում, շատ համեղ է լինում։ Արի, Ալեքս, արի հացըտ կեր, որ գնանք, թե չէ չենք գնալու, այս ամութը որ ընգավ էլ չենք գնալու։ And you're the baby. Հաց է ուտում։ Դու էլ կեր տեսնեմ դու շուտ կուտես, թե baby փափին։ Հա, փափին էլի միլք է ուտում։ Delivery ունեինք, կոդը տվեցի։ Գործով տեղ ենք գնում, ուր ենք գնում, ուր ենք գնում, չես ասում, չէ, ինչ ուբր կյանք, քայլելով ենք գնում, մեր գործով տեղը ուր պետք է գնանք ընկերներ, Մարիև որդի,
Ցույց տանք ուր ենք գնում, թե ասենք հետո գնանք, գնում ենք ձմերու կառնելու։ Լավ շոկոր է այսօր ու իսկական ձմերու ուտելու օր։ Սառը ձմերու ջան։ Հա, չէ, այսօր չենք գնում, գնանք ինչ անենք, ծաղիկ չունենք առնելու։ Որն ես ընտրում, արի։ Որը ընտրենք, Ալեքս։ Լիք ստացել է այս մարդը նոր ձմերու։ Այդ տակինը ոնց հանենք հիմի։ Սպասի հլը։ Էսի լավը չի տես, էսի լավը չի, լավը պիտի ընտրես։ Էս էլ լավը չի, սպասի։ Էս լավը չի։ I see one look here. Լարի վրաները տեսնենք որն է լավը։ Այս մարդը ստեղ է ապրում։ A little bit below your watermelon. Higher. Don't like this. That's it, տեսնենք ինչ է։ Does it say my name on it? I don't know, he had many, maybe he did mistake. Let's look at the name. Չէր, կասկածում եմ, որովհետև ես մոտավորապես գիտեմ, որ ինչ ենք մենք պատվիրել, անոնը սենց մեծ չեր լինել, չեսն է պատվիրել, չներ, ես չեմ պատվիրել, եչացնենք դուրուզ հանգեցի տանը չի, խաղնել է տղա, տեսնենք։ Ուրեմն մի հատ լայվ հակ ասեմ, շատ դժվար է ակնոցների համար գտնել տուփ, թե տղամարդկանց համար, թե կանանց համար, որպեսզի այն բան չանի, տեղ չգրավի պայուսակի մեջ կամ կոստյումի գրպանում կամ ինչևէ։ Ջեսս գտել էր մի հատ լավ տարբերակ, ուրեմն սալակի, մանկասալակի այն բանը որ կա է, սենց որ գցում ես երեխու սալակները ունեն, չէ, մանկասալակները, փափուկ մասը, որ չվնասի երեխու ձեռքը։ Ջեսը այդ էր հարմարացրել ակնոցի համար, որովհետև ինքը շորից տոպրակները որ կա, էդի հարմար չի ենքանով, որ բան է լինում, այս էլ է մեծ հետա տեսեք, փափուկ չի։ Սենց նա պատվիրել։ This is for glasses, honey, normally, or it is for normally this is for glasses? Yeah, But how we open? like this. Սենց ուրիշ բան է, սենց ակնոցների համար է պատվիրել, Like this. փորձում էր գտներ։ It goes in the pocket. How is it? It's good. So, Don't. Օգտագործման ընթացքում բան կլինի կորցրել եմ, խոսքով այդ շատ It's just հարմար է։ something to protect the glass. Yeah, որովհետև And ինքը white, you know, so I don't have to. ինքը թեթև էր, գուբկայա չէ մեջ լինում, փափուկ է, չի վնասվի բացարձակ, but the other one was better or not? The other one was easier. Yeah. The other one was easier. This, they risk falling out. Oops. Speaking of which, Ինձ էլ հենց որ բացած զգացի, այն փափկությունը չունի, այս կաշի է ուղղակի, սենց կաշվի կտոր է, էլի, ու մի քիչ մեծ սոտ է ամեն դեպքում, ինչև ընկերներ, հետո ընթացքում կասեմ հարմար ակնոցի տուփա թե ոչ, բայց այդ մանկասայլակինը շատ լավն է, պետք է հարմար մանկասայլակի բան գտնենք, էլի, տեսնենք կարողանանք պատվիրենք, it's okay. It's all right. I needed something to protect them. Yeah. Because I've been wrapping it in. I will also keep looking if I will see the same, like a cushion for the, what was it? From the stroller, right? Stroller, yeah, stroller cushion, yeah. It was good. It was easy because it's But, squeeze yeah. it, put it in, and they held it tight. Yeah.
Շատ ինքը ավելի պիմդ էր պահում, ակնոցը տենց չէր ընկնում, փափուկ էր, չէր վնասվում ակնոցները, ապակիները, ինչևէ։ Գնանք ձմերուկը կտրենք շոու։ Ես այն համբեր սպասում եմ, ինչև Ալեքսանդրի իր խաղալիքները հավաքի գա։ Արի բալիկ ջան, բրծա։ Պարոն Ալեքսանդրը վերջապես ժամանեց, չէ՞։ Մի քիչ երկար է տևում, ինչև ժամանում ես։ Տեսնենք ոնց ձմերուկա տվել It is. Look at the wet drop, you see? Լավն է։ By only by the water. You know, by the water. Դու ձմերուկ ուզես ուտես, թե ջուս է։ Honey, would you like a watermelon juice? No, yeah, okay. Ձմերուկ չի ուտում, բայց ջուս կարող ախնել։ Yes, good. Ոնց է թվում լավն է։ Look. Սպասի։ Wow, Oppa. great. Սենց անեմ, որ տեսնեք։ Great. Ես ամենահամով տեղն է։ Wait. Sheets. Սենց է, սպասի։ Սպասի, մատով չէ, սպասի։ Մատով ձերը տեղն։ Կարծրը without watermelon դերում ես, բայց specialist ես տեսնում ես դու ընտրեցիր, չէ? Սպասել է, ընտիկ ձմերուկ ես ընտրել։ Սրանից հետո կեզ եմ տանել ձմերուկ ընտրելու, որ սենց լավ ձմերուկներ ընտրես։ Դու ոնց ես ուզում, սոկ ես ուզում դադիի հետ, թե ձմերուկ։ Salt. Սոկ, And the milk. համ ձմերուկ, համ սոկ։ Եղավ շեֆ։ Ապա բաս։ Գտիր։ Կլաս ինգեր եմ գտել ինձ համար։ Ապրես, առաջին անգամ ախաղում։ Քարը պիտի մի ոտով կանգնես, մի ոտով ապրես։ Very good։ Չէ, մի անգամից երկու ոտով թրի երկուսի։ Գծերը պիտի չտրորես։ Հիմա մի ոտով կանգնի, քարը վերջ ապրես։ That's the most difficult։ Ապրես։ Հիմա դուրս արի, չէ, հենց այտենց մի ոտով է պիտի դուրս գաս, էլ ոտը չես դնում։ Հիմա երկուսը արա։ It's okay, կարևորը հասկացար ոնց պիտի անես։ It's good։ Երկուսը լավ է արդեն, հեշտ է մի քիչ։ Ապրես։ Չէ, Normally եթե այտենց մոռանում ես, գրված է համարվում, բայց քան որ այսօր սովորում ենք, արա, keep going։ Oh, yes, I forgot. Ապրես, աշխատի, որ ոտերը թանկար չի գտնում։ Չէ, մի անգամ, չէ, ոտդ մի անգամ չես հանում, ձգվում ես, ձգվելով ես վերցնում քարդ, ոտդ տենց դիր, քարդ ստեղ էր սպասի։ Ոտը այդ բացի, այդ ենց, հիմա ձգվի, ուղակի պոպոզի առած ոչ մի բան, ձգվի վերցրու ապրես, հիմա մի ոտով հետ արի, ապրես, հիմա ու սովորաբար գծերին չեն կպնում, թռնելուց էլ քարը հիմա երեքը, Okay, now my turn.